Գյումրու քաղաքապետարանն ավարտել է 2026 թվականի հունիսի 11-ի և 19-ի ավերիչ կարգտահարությունների և տեղումների հետևանքով քաղաքացիների կրած վնասների գույքագրման ու դիմումների ընդունման գործընթացը։ Հավաքագրված ամբողջ տեղեկատվությունը օրերս կփոխանցվի Շիրակի մարզպետի աշխատակազմ, ապա Հայաստանի կառավարություն։ Հենց գործադիր մարմինն էլ կիրականացնի վնասի վերջնական ֆինանսական գնահատումը և կկայացնի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումը։ Հունիսի 11-ին հորդառատ անձրևի և կարկտի հետևանքները վերացնելու ու վնասներն արձանագրելու նպատակով քաղաքապետանում ստեղծվել էր հատուկ աշխատանքային խումբ։ Հանձնաժողովի անդամները հասցե առ հասցե այցելել են տուժած քաղաքացիներին, տեղում լուսանկարելով և գույքագրելով իրավիճակը։ Այս աղետի վերաբերյալ ստացվել է 212 դիմում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիները հիմնականում տուժել են անձրևաջրերի մեծ կուտակումներից։ Հիմնականում վնասվել են տների տանիքներ, առաստաղներ և պատեր, ներքին հարդարան, կահույք և կենցաղային տեխնիկա։ Վնասներ են կրել և սեփական տների, և ժամանակավոր կացարանների, տնակների և նույնիսկ բազմաբնակարան շենքերի վերին հարկերի բնակիչները։ Առավել տուժած թաղամասերն ու փողոցներն են ավտոկայան թաղամասի 104 տնակային ավանը, Արցախ թաղամասը, ինչպես նաև Շիրակացի, Կոշտոյան, Սունդուկյան, Ռուսթավելի փողոցները։ Եթե ամսվա սկզբի աղետը հիմնականում հարվածել էր բնակֆոնդին, ապա հունիսի 19-ի աննախադեպ ձվի չափ հասնող կարկուտը ահռելի վնասներ է հասցրել հատկապես տրանսպորտային միջոցներին։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն արդեն ավարտվել է։ Գյումրու քաղաքապետարանի քարտուղարության բաժնի պետի պարտականությունները կատարող Սեդա Կռաբաշյանի խոսքով միայն այս կարգտահարության հետևանքով քաղաքապետարանն ստացել է մոտ 2020 դիմում։ Վնասների վիճակագրությունն ըստ դիմումների՝ ավելի քան 1725 դիմում վնասված ավտոմեքենաներ, ավելի քան 180 դիմում վնասված տանիքներ, շենքերի և սեփական տների, 100-ից ավելի դիմում խառը տիպի վնասներ, արևային կայաններ, ջերմոցներ, այգիներ։ Հունիսի 19-ի կարգտահարության հետևանքով քաղաքում ամենամեծ ու հիմնական վնասները հասցվել են Գյումրու Մուշ և Անի թաղամասերին։ Վնասի չափը տարբեր է, մեքենաներ կան, որ օրինակ գնել են մեքենաները, նոր թվի մեքենաները 25 թվական, 24 թվական, հաջորդ օրը տեղի ունեցել դեպքը։ Այսինքն չեմ կարող ստույգ ասել, թե չափը ինչքան է, բայց որ ահռելի է մեքենաներ կա, որ չափը ահռելի է, փաստ է։ Քաղաքապետարանն արել է իր լիազորությունների շրջանակում հնարավոր առավելագույնը քաղաքացիներին աջակցելու համար, աշխատելով նույնիսկ հանգստյան օրերին և արտաժամյա։ Հավաքագրվել է բազա, որն իր մեջ ներառում է դիմումատուների անձնագրերի պատճենները, մեքենաների տեխնիկական անձնագրերը և վնասների լուսանկարները։ Մենք վերցրել ենք լուսանկարներ, վերցրել ենք անձնագրի պատճեններ, սեխանձնագիր, դիմումները, բոլորը մեր մոտ բազայում MyLibre համակարգում առկա է, բայց հետագա արդեն հանձնաժողով կազմելը, ուսումնասիրություն կատարելը, վնասի չափը ստուգելը բոլորը երևի մարզպետարանն է իրականացնելու։ Այժմ աղետից տուժած գյումրեցիները սպասում են կառավարության արձագանքին, հուսալով, որ բնական աղետի հասցրած ծանր վնասները կստանան համարժեք պետական փոխհատուցում։